Կառավարությունը էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծող քաղաքացիներին ևս 1 տարով ազատում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից։ Նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ քննարկվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Կառավարության համար ընդունելի է եղել Լուսինե Բադալյանի առաջարկներից մեկը՝ արտոնությունը բեռնատար մեքենաների վրա տարածելու վերաբերյալ, իսկ մեքենաների տարիքի վերաբերյալ առաջարկը մերժվել է։ Մենք ասում ենք, որ 24, 25 եւ 26 թվականի արտադրության մեքենաներ, եթե Հայաստանի Հանրապետություն ներմուծվեն, ուրեմն 2026 թվականի հունվարի 1-ից սկսած, ապա այդ մեքենաների համար ամբողջ 26 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ չի վճարվի։ Այս կանոնը ամբողջությամբ պահպանել ենք։ Լուծվում է արդեն իսկ պատվիրված ու ճանապարհին գտնվող մեքենաների հարցը։ Դրանց դեպքում վերջին 2 տարում արտադրված լինելու պահանջը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը չի կիրառվի։ Մեր քաղաքացիների համար, այսպես ասենք, սա հաճելի անակնկալ է, եւ այդ հաճելի անակնկալը, այսպես ասած, կգնահատում ենք այն իմաստով, որ այդ քաղաքացիները, որոնք որ ավելի վաղ պլանավորել են եւ չեն հասցնի բերեն ճանապարհին են մեքենաները, մինչև հունվարի 31-ը եթե բերեն 24 թվականից հին մեքենաներ, ապա նորից ավելացված արժեքի հարկ չեն վճարի։ Քանի որ այդ կարգավորումը, եթե այնպես տանք, որ երբ է պատվիրվել եւ այլն, ինքը բազմաթիվ չարաշահումներ է բերելու, բայց հաշվի առնելով, որ ճանապարհին գտնվող մեքենան ամենաշատը 2-2.5, առավելագույնը 3 ամսում է Հայաստան հասնում, հիմա հոկտեմբերի 21-ին օրենքը մտել է ազգային ժողով շրջանառության մեջ, այսինքն հոկտեմբերի 21-ից մինչև փետրվարի 1-ը 3 ամսից ավել ժամանակ կա, այսինքն տարբերակ չկա, որ մարդիկ մինչև այս մասին իմանալը մեքենա պատվիրած լինեն, այդ մեքենան այդ ընթացքում Հայաստանի Հանրապետություն հասած չլինի։ Վաղը, եթե ընդունվում է, նաև լայն իրազեկում կարծում եմ այստեղ այս շեշտադրումն անենք, լայն իրազեկում անենք քաղաքացիների շրջանում եւ դրա պատասխանատու մարմինները, որ մարդիկ անկաշ թյուրիմացության մեջ չլինեն, շատերը չգիտեն, որ այս 2 տարվա նաև կանոնը կա, ուրախացել են, որ երկարելու է եւ արտոնությունը, այսինքն իրազեկում լինի, մարդիկ իմանան իրենց վարքագիծը ստայդեմ դասավորեն։ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ իր Facebook-յան հոլովակները 40,000-ից ավելի դիտում ունեն, հետևաբար իրազեկման պակաս չկա։ Թադևոս Ավետիսյանը դժգոհեց ոչ միայն ավելացված արժեքի հարկի, այլև մաքսատուրքերի արտոնության վերաբերյալ պատշաճ իրազեկում պետք է կատարվի, այլապես քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչ տարիքի մեքենաներին ու ինչ ժամկետներում ներմուծմանն է վերաբերում։ Նշենք, որ էկոնոմիկայի նախարարը իրազեկել էր 15,000 էլեկտրամոբիլի քվոտա ստանալու, հետևաբար դրանց մասով մաքսատուրքի զիջման մասին ևս մեկ անգամ պարզաբանեց։ Այսինքն 15,000 մեքենան մենք ազատում ենք մաքսատուրքից, եթե այդ մեքենաները 2024, 2025, 2026 թվականի արտադրության են լինելու։ Սա մեկ։ Երկրորդը, ինչպես ենք բաշխելու։ Այո, բաշխելու ենք մի մասը դիլերներին, մի մասը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Ովքեր են դիլերները, դրանք որոնք որ պաշտոնական ներկայացուցիչներ են, տալիս են երաշխիք եւ այլն եւ այլն։ Որ մասը այս պահին քննարկման փուլում է, բայց դա կարևոր չէ այն իմաստով, որ մենք այս տարի արդեն շուտով կառավարության որոշում ենք ընդունելու, որտեղ ասում ենք, որ եթե դիլերներին տված քվոտայից մնա քանակ, իսկ այս պահին ես տեսնում եմ, որ մի քանի 100-ը մնալու է։ Այդ քանակը մենք տրամադրելու ենք ոչ դիլեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ըստ իրենց ներմուծման հերթականության։ Այս պայդրությամբ ըստ մեր տվյալները 19,000 է ներգրված։ Հիմա մենք կարող ենք այնպես բաշխել, որպեսզի այդ քաղաքացիներ, որոնք իսկապես բերելու են եւ նպատակը լինելու է մեր շրջակա միջավայրի անվտանգության ապահովում, նաեւ կարողանան օգտվել ԵԱՏՄ-ի տված այդ հնարավորությունից առավելապես դիլերներն են մեր քաղաքացիները։ Օրինակ ես գիտեմ մի քաղաքացի, ով մեքենա չի պատվիրում, որովհետեւ չի վստահում, ով մեքենա չի պատվիրում ուղղակի ֆիզիկական անձից։ Ինքը ասում է, ես մեքենա եմ ընտրում մենակ դիլերից, որովհետեւ դիլերը իրեն տալիս է երաշխիք։ Որպեսզի հասարակության շրջանում տարընկալումներ չլինեն, Բաբկեն Թունյանն առաջարկեց հրապարակել, թե որ ընկերություններին է բաշխվել քվոտան։ Նախարարը հայտնեց, որ ավտոներկրող ընկերություններն ու իրավաբանական անձինք տարբեր են։ Դիլերինը այնա, որ դուք քշում եք 1 տարի հետո կամ 2 տարի հետո երաշխիքի մեջ է, ինչ որ բան է տեղի ունենում, տանում եք ինքը անվճար սարքում է։
Ոչ դիլերը, դա իրավաբանական անձն է, որ ձեր համար մեքենա է բերում, տալիս է ձեզ ու այդ վարքյանից ինքը ոչ մի պատասխանատվություն էլ չի կրում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերամշակված տարբերակին։ Այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող ազգային ժողովի արտահերթ նիստում։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։